Դիլիջանը Կովկասի ամենասքանչելի քաղաքը դարձնելու նպատակն ունի Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամը, որը նոր համագործակցության սկիզբ է դրել հայկական բարեգործական ընդհանուր միության հետ։ Երկու հզոր կառույցները միասին կաշխատեն հանուն Հայաստանի շենացման, նոր գաղափարների և մտահղացումների մեկնարկը նշանավորվել է Դիլիջանի միջազգային դպրոցում կամերային երաժշտության համերգով։ Ոչ միայն Դիլիջանի միջազգային քոլեջի սաները, այլև հյուրեր Երևանից ու աշխարհի տարբեր անկյուններից սպասում են կամերային երաժշտության համերգին, որի առիթը հայկական բարեգործական ընդհանուր միության և Հայաստանի զարգացման նախաձեռնություններ հիմնադրամի միջև համագործակցության նշանավորումն է։ Համերգային երեկոյի հանդիսատեսի շարքում նաև մեր երկրում կրթական խոշորագույն ծրագրի համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն է։ Քոլեջի կառուցումից հետո սահմանամերձ մարզի այս քաղաքի զարգացմանն ուղղված նրա ներդրումային ծրագրերը կլինեն շարունակական։ Ամենահայտնի ամենահարգված կազմակերպությունն է հայկական աշխարհում։ Մենք շատ ուրախ ենք, որ համագործում ենք տարբեր ուղղություններով եւ Դիլիջանի հետ կապված ծրագիրները իրար հետ ենք իրականացնում։ Վստահ եմ, որ դա մենակ կօգնի ավելի շատ ծրագիրներ իրականացնել դիլիջանցիների համար։ Պլանները մեծ են եւ իսկապես մենք հույսով ենք, որ Դիլիջանը շատ շուտով կդառնա սքանչելի քաղաքներից մեկը Կովկասի։ Հայաստանի ապագայի շուրջ ռազմավարական նպատակադրման հիմքում մեր պետությունն ամրագրել է որակյալ ու ժամանակակից կրթության ապահովմանն ուղղված քայլերը, ուստի պատահական չէր միջազգային կրթական ծրագիրն իրականացնելու վերաբերյալ հեռանկարային առաջարկի իրագործումը։ Կարևոր նպատակին միտված Դիլիջանի միջազգային քոլեջի ծրագրերը համահունչ են այն սկզբունքներին, որոնք տարիներ շարունակ հայկական բարեգործական ընդհանուր միության գործունեության առանցքում են։ Միության նախագահի խոսքով բոլորը միասին կծառայեն մեկ կարևոր նպատակի՝ հայրենիքի շենացման գործին։ Երբ որ առաջի սկիզբը սկսան այս ծրագիրը, որոնց Ռուբեն Վարդանյանի միջոցով շատեր չհավատացին, որ ասիա գերականանա։ Անկեղծորեն ես ալ վերաբահեի, որ ասանք ծրագիրը աստ չափանիշներով եւ որ ասանք հաջողություն եղավ, անշուշտ մենք ալ մեր փոքր մասնակցությունը օպերացենք եւ ընդհանրապես մեր փոխհարաբերությունները լա IDA-ի հետ եւ լա հասարակության հետ շատ մոտ են։ Վերցետրակյանը եւս նշում է IDA-ի հետ հետագա գործակցության նոր համատեղ ծրագրերի իրականացման մասին։ Հայկական բարեգործականի նվիրատվությամբ միջազգային քոլեջը ձեռք է բերել Ռոյալ։ Դաշնամուրը ծառայելու է ոչ միայն քոլեջին, համայնքի բնակիչները եւս հնարավորություն կունենան վայելելու երաժշտական այս պրոֆեսիոնալ գործիքի միջոցով կազմակերպվող համերգները։ Հաշվի առնելով հայկական բարեգործական ընդհանուր միության, որպես ամենամեծ բարեսիրական կառույցներից մեկի գործունեությունը, կարևորում եմ մեզ հետ համագործակցությունը։ Սա ճանապարհ է ավելի մոտենալու Սփյուռքին։ Այսպիսի ծրագրերով կխթանենք ոչ միայն քոլեջի, այլ նաև քաղաքի մշակութային կյանքի զարգացումը։ Համերգային կատարումներն ընդգրկեցին աշխարհահռչակ դասականների Շումանի, Մենդելսոնի, Դեբյուսիի ստեղծագործությունները։ UWC Դիլիջան քոլեջի տոնական երեկոյին ներկա էր նաև հայկական բարեգործական ընդհանուր միության Դիլիջանի միջազգային դպրոցի եւ IDA-ի ղեկավար մարմինների անդամ Նուբար Աֆեյանը։ Նա ևս կարևորեց կրթական այս հաստատության մեջ ակտիվ ստեղծագործական համայնք հիմնելուն ուղղված այս քայլը։ Ինձ համար շատ մեծ գոհունակություն ու դավադեսնալ այս տարբեր կազմակերպությունները միասին աշխատեն եւ կորձակցեն այս տեսակ ծրագրերու հարաճացնելու եւ առավելի այսինքն թուրեր բանալու կարելիություններ ստեղծելու։ Ուրեմն իմ կարծիքով այս կներկայացնե մեր աբական, որ ավելի մանավանդ 100-ամյակին հետո տեսնանք առիթներ, ուր մեր ուժը կբազմապատկվի։ Դիլիջանի միջազգային քոլեջի գործունեությունը սատարելու նպատակով հայկական բարեգործականի նվիրատվությունները կշարունակվեն։ Համերգը խորհրդանշում է մշակութային կյանքի վերածնունդը Դիլիջանում, որն անցյալում շատ հարուստ է եղել։ Դիլիջանի հետ են կապվում աշխարհահռչակ այնպիսի երաժիշտների անուններ, ինչպիսիք են Խաչատրյանն ու Բենջամին Բրիտենը, ուրիշ այլ հայտնի երաժիշտներ ու արվեստագետներ։ Հուսով ենք, որ այդ համերգն այդ կյանքի մեկնարկն է։ Ակնկալում ենք, որ Դիլիջանը կասոցացվի ոչ միայն անցյալի հայտնի, այլ նաև ժամանակակից հանրահայտ անձանց անունների հետ։ Դիլիջանի միջազգային դպրոցը կրթական կարևոր խաչմերուկ է որակյալ կրթությունը նախընտրող աշխարհի յուրաքանչյուր ազգի ներկայացուցչի համար։ Տարբեր լեզուների կրող ուսանողները հաղորդակցվում են նաև բոլորին հասկանալի երաժշտության լեզվով, որի արտահայտման կարևոր միջոցը արդեն ունեն։ Մայա Խաչատրյան, Էդգար Դավթյան, Առաջին ալիք։